աշխատել եւ պատրաստ եմ նաեւ իմ փորձառությամբ հնարավորության դեպքում մաքսիմալ աջակցել այդ թվում ընդդիմադիր գործընկերներին, որպեսզի մենք կարողանանք միասին ունենալ այնպիսի խորհրդարան, որը հաջորդ իսկ հարցումներով կունենա ավելի բարձր վարկանիշ, քան թե ունեցել է նախորդի, որովհետեւ ես դա նաեւ անձնական եմ համարում։ Ազգային ժողովի, ես քանի որ խորհրդարանական եմ ինձ համարում հոգով սրտով, ես նաեւ ցավ եմ ապրում, որ խորհրդանի վարկանիշը այդքան ցածր է եւ ես կանեմ հնարավորը, որպեսզի դա շտկվի։ Ձեր հետ միասին։ Շնորհակալություն։ Էդգար Ղազարյան։ Շատ անվտանգ եւ անվնաս ձևով ներկայացվեց ձեր կենսագրության մի հատվածը, հետո մենք պարոն Մանուկյանի շնորհիվ ունեցանք նաեւ դրա ավելի թարմացված տարբերակը, եւ այդ կենսագրության մեջ կար, որ դուք մի քանի անգամ, մի քանի գումարումների ազգային ժողովի падգամավոր եք ընտրվել, այդ թվում 2018 թվականին եւ նաեւ հիմա 2026 թվականին։ Ես օրինակ չեմ հարցնում, թե դուք ինչ զգացողություններ եք ունեցել 2018 թվականին ընտրություններից հետո, որովհետեւ վստահ եմ եղել, որ համոզված եք եղել, որ մարդիկ գնացել են, քվեարկել են ելք դաշինքի օգտին, որովհետեւ այն ժամանակվա հասարակական տրամադրությունները ոնց որ հուշում էին, որ կարար նման բան լիներ այդ պահին։ Ինձ հետաքրքիր է, թե դուք ինչ զգացողություններ եք ունեցել 2026 թվականի հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը, երբ որ գիշերը ժամը 2-ին падգամավորի տեխնացու Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ շատ անտրամադիր, ես նայում եմ հիմա այդ լուսանկարը, կադրում դուք չկաք, բայց վստահ եմ, որ դուք ընդեղ եք եղել, Ընդեղ էի, կողքից ուղղակի։ Հա, վստահ եմ, որ ընդեղ եղած կլնեք, որովհետև հնարավոր չէր ընդեղ չլնեք, բայց ով որ կա շատ տխուր, թախծոտ, տես մի տեսակ ճլորած, եւ չեմ կարծում, որ դա միայն գիշերվա ու ժամով է պայմանավորված, բայց ասենք պարզա, որովհետև ընդամենը ամփոփվել այդ պահին ընտրությունների արդյունքներին մոտ, եթե չեմ սխալվում 20 թե 30%, հիմնականում փոքր գյուղական բնակավայրի դեռ չի ամփոփվել խոշոր քաղաքներ, այդ թվում Երևան, Գյումրի, Վանաձոր, որտեղ սոցհարցումներով դուք ակնհայտ ավելի թույլ էր ձեր դիրքերը, եւ համակարգ հռչակվում է այդ ուժը հաղթող։ Օրինակ ես ուզում եմ իմանամ այդ իշխանազավթման այդ պահին, այդ ձեր զգացողությունները ինչպիսին է եղել եւ դրանք ոնց կհարաբերեք դուք ասենք օրինակ 2018 թվականի ձեր զգացողությունների հետ։ Պարոն Ղազարյան, ես կարծում եմ, որ դուք այնուամենայնիվ նույնիսկ սովորական օրերին, գիշերը ժամը 2-ին չեք ունենում այնքան կայտար տրամադրություն, ինչպես որ ունենում եք, ասենք, առավոտյան 10-ին, եթե քնած չեք իհարկե առավոտյան 10-ին։ Այսինքն նորմալ է, որ կարող է ընտրության օրը, որ բոլորն էլ բավական ինտենսիվ աշխատել են, ինչ որ process-ի մեջ են եղել, լարված են եղել եւ այլն, եւ կարող է այդքան կայտար չլինեն։ Բայց ինչպես որ բոլոր դեպքերում, այնպես էլ էստեղ կա իրականություն եւ կա ստոպ կադր։ Հիմա պարոն Ղազարյան, դուք այս պահին ճլորած չեք։ Դուք ասում եք ճլորած բան, դուք ճլորած չեք ակնհայտորեն։ Եվ նաև ունեք նորմալ տրամադրություն, երբեմն կարող է նաև ժպտում եք։ Բայց եթե մենք վերցնենք ստոպ կադրեր ձեր այսօրվա ամբողջ ներկայությունից կամ ոչ միայն ձեր, իմ եւ մյուսների, հաստատ կլինի, ասենք, ճլորած դեմքի արտահայտություն։ Դուք աստիկ ճլորած, դրա համար եմ ես ճլորած ասում։ Ասենք դուք վերցրել էին բան, ստոպ կադրեր մարդկանց, ովքեր որ այդ պահին, ասենք, դե կանգնած խոսում են, ինչ որ իդեպ, հետո մեր գործընկերները հրապարակեցին ուրախ կադրերը։ Այդ նույն տեսանյութի մեջ կային նաև ուրախ կադրեր։ Հասկանում եք, պարոն Ղազարյան, դա կյանքն էլ է այդպես։ Ֆոկուսի հարց է։ Նայած թե դուք ինչ եք ուզում տեսնել։ Եվ ինչի վրա եք ձեր ուշադրությունը դարձնում, դա էլ տեսնում եք։ Ինչ վերաբերում է պարոն Ղազարյան իշխանազավթմանը, ես այնուամենայնիվ ուզում եմ ձեզ հիշեցնել, պարոն Ղազարյան, որ դուք մասն եք եղել մի քաղաքական թիմի, քաղաքական թիմերի, որոնք որ Հայաստանի Հանրապետությունում ունեն իշխանազավթման ամենամեծ պորտֆոլիոն, որոնք որ կազմակերպել են, որոնց օրոք որ կազմակերպվել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն ու տերորը, որոնց օրոք որ Երևանի փողոցներում գնդակահարվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հետաքրքիր է իմանալ, պարոն Ղազարյան, դուք ինչ հոգեվիճակ ունեիք այն պահերին, երբ որ համագործակցում էիք այդ քաղաքական ուժերի հետ,
Եվ շատ լավ գիտեիք, որ նրանք պատասխանատու են եղել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության համար։ Շատ լավ գիտեիք, որ նրանց ձեռքերը արյունոտ է Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիների արյունով։ Շատ լավ գիտեիք, որ նրանք զբաղվել են համակարգված թալանով տասնամյակներ շարունակ։ Շատ հետաքրքիր է, պարոն Ղազարյան, թե դուք ինչ զգացողություններ ունեիք այդ ժամանակներում, ինչպես նաև հիմա։ Եթե արձագանքի ժամանակ կիսվեք մեզ հետ, ես երախտապարտ կլինեմ։ Արձագանք։ Մի սեղմեք։ Միշտ չի որ պետքա սեղմել, դուք սպասեք կմիանը։ Ես ճիշտ ասած այդ կադրում գտնվող մարդկանց վիճակը նկարագրելուց մի քանի հոմանիշներ գործածեցի, չգիտեմ թե ինչի ձեզ ավելի հոգեհարազատ թված ճլորացը, բայց ես մի քանի հոմանիշ։ Ձեզ նայելով, խնդրում եմ մի արձագանքեք։ Ինձ ավելի հետաքրքիր էր պատասխանի երկրորդ մասը, բովանդակությունը, որ երբ որ տեղի ունենում իշխանազավթում, ինչ զգացողություններ են ունենում այն մարդիկ, երբ որ կանգնացվում է ձայների հաշվարկը եւ այն վերսկսվում է ժամը 7-ին եւ արդեն հնչեցվում են այն թվերը, որոնք հնչեցվել էին ժամը 2-ին ձայների հաշվարկը։ Ինձ դա էր ավելի շատ հետաքրքիր։ Իսկ իշխանազավթման նախորդ իշխանությունների ժամանակաշրջանի հետ կապված, ես կարծում եմ այս դահլիճում ձեր խմբակցության առաջի շարքի բազմաթիվ падգամավորներ ձեզ ավելի մանրամասն ինֆորմացիա կտան, որովհետև իրանց դիրքը այդ ժամանակաշրջանում եւ ազդեցությունը հանրային կյանքի վրա շատ ավելի մեծ է եղել։ Պարոն Ղազարյան, ես նորից նշում եմ, որ եթե դուք վերցնեք, խնդրում եմ, վերցրեք այդ օրվա այդ ճեպազրույցի ասուլիսի ամբողջական տեսանյութը, նայեք եւ այդ տեսանյութը նայելուց հետո, եթե դուք իսկապես ազնիվ եւ անկեղծ գտնվեք, եկեք այդ նույն հարցը ինձ տվեք։ Եվ այդ ժամանակ ես ձեզ կպատասխանեմ, թե ես ինչ զգացողություն ունեի, եւ դուք էլ կպատասխանեք, թե դուք ինչ զգացողություն ունեիք, երբ որ հայտնաբերեցիք, որ մենք այդքան էլ տխուր չենք եղել այդ կադրում։ Ինչ վերաբերում է հայտարարելու ժամին, պարոն Ղազարյան, դուք բավական փորձառու մարդ եք, եղել եք արտակարգ, դեսպանորդ եւ նախարար, եթե ճիշտ եմ ասում, տարբեր պաշտոններ եք զբաղեցրել, դաշնամուր եք նվագում, շատ ակտիվ գործիչ եք։ Դուք պիտի իմանաք, պարոն Ղազարյան, որ ընդհանրապես ընդունված է ամբողջ աշխարհում ընտրությունների գիշերը, նույնիսկ ավելի վաղ, հաշվի առնելով էքզիտ փոլերը, հաշվի առնելով արդեն եղած բավականաչափ շեմը ձայների հաշվարկի տոկոսային հարաբերությունը, բազմաթիվ ժողովրդավարական երկրներում արդեն քաղաքական ուժերը իրենց գրասենյակներում հայտարարում են ընտրության ընդհանուր պատկերը, դա նորություն չի։ Շնորհակալություն, Հարություն Մնացականյան։ Ողջույն ձեզ, քանի որ ես եւ Հայկ Կոնջորյանը նույն մարզից ենք, շատ մոտ բնակավայրերում ենք ապրել եւ առիթ եմ ունեցել միշտ գնալ Չարենցավան հետ վերադառնալ, մի անգամ հետաքրքիր պատմություն եղավ, իմ ծանոթներից մեկը խոսելով Հայկ Կոնջորյանի մասին, ասաց դուք տեսել ես լրագրող Հայկ Կոնջորյանին, ով արդարության մարտիկ է, կարծես, ու մեր Չարենցավանցին է, մեր զեմլյակն է, այսպես ասած։ Եվ ես շատ կուզեի իմանալ 2015-16 թվականների արդարության մարտիկ Հայկ Կոնջորյանը ինչ մեկնաբանություն կտար, եթե տեսներ մի երաշխով 10 տարի հետո 2026 թվականին ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Հայկ Կոնջորյանի մասին, ում մասին մոտ 10 օր ամբողջ լրատվականներում սկանդալային նյութերից բացի այլ նյութեր չկան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր հարցի համար, եթե այսպես ռետրոսպեկտիվ հետ գնամ այդ Հայկ Կոնջորյանի աչքերով նայեմ, այս Հայկ Կոնջորյանը դժվար է խոստովանել, բայց այնուամենայնիվ ես կհասկանայի, որ փաստորեն 8 տարի քաղաքական գործունեությամբ զբաղված, 8 տարի ազգային ժողովի ամենաակտիվ падգամավորներից մեկը եղած, 5 տարի կառավարող խմբակցության ղեկավար եղած Հայկ Կոնջորյանի անձի մասին, անձամբ իր մասին, անձամբ իր գործունեության մասին որևէ հակափաստարկ չկա, որևէ կոմպրոմատ չկա, որևէ հակաթեզ չկա, որևէ ասելիք չկա։ Դրա համար փորձ են անում թիրախավորել Հայկ Կոնջորյանի հարազատներին, որպեսզի խփեն Հայկ Կոնջորյանին։ Եվ դա այդ Հայկ Կոնջորյանի համար կարծում եմ, որ հաճելի գնահատական կլիներ, պարոն Մնացականյան, որովհետև եթե դուք ուշադիր նայեք այդ պատմություններին, այդ պատմությունների մեջ
Վիթ խարի քանակություն fake news գոյություն ունի։ Ես ուղղակի չեմ կարող հասցնել այս մի քանի րոպեների ընթացքում այդ fake news-ներին անդրադառնալ, բայց ուշադրությամբ հետևելու եմ հետո նաև տրված հարցերին, նաև մամուլում եղածների մասով իրավաբանների հետ հիմա խորհրդակցություն ա գնում զրպարտությունների մասով հայցեր ներկայացնելու վերաբերյալ։ Ես դուք ճիշտ նշեցիք, որ ժամանակին զբաղվել եմ հրապարակախոսական գործունեությամբ։ Եվ ես իմ հրապարակախոսական գործունեության ընթացքում խոսել եմ գրեթե նույն բաների մասին, ինչի մասին որ խոսում եմ այսօր։ Ես խոսել եմ արդարության մասին, ես խոսել եմ ժողովրդավարության մասին, ես խոսել եմ ժողովրդավարությունը ապականողների եւ ասպատակողների մասին, ես խոսել եմ ինքնիշխանության պաշտպանության մասին, ես խոսել եմ այն նույն մարդկանց մասին այն ժամանակ։ Ում մասին որ ես այսօր խոսում եմ, ուղղակի տարբերությունն է նա եղել, որ այն մարդիկ այն ժամանակ եղել են իշխանություն, այսօր այդ մարդիկ ընդդիմություն են։ Ընդդիմություն են քաղաքական կարգավիճակով, բայց ունեցած ռեսուրսների քանակով այդքան էլ ընդդիմություն չեն, որովհետև Հայաստանի Հանրապետության պատմության մեջ չի եղել այդպիսի բան, որ ընդդիմությունը տասնապատիկներով, սեփական ռեսուրսներով, փողով, ունեցվածքով, ամեն ինչով, մեդիաներով, ամեն ինչով այնքան առավելություն ունենա իշխանության նկատմամբ, ինչքան որ այսօր կա։ Այսօր ձեր խմբակցություններում առնվազն իմ տեղեկատվությամբ $2 միլիոնատեր կա։ Եթե մի հատ ձեր, մի հատ այն խմբակցությունում։ Դուք միլիոնատեր չեք, բան, դուք դրամով եք միլիոնատեր, բան։ Եթե մեր խմբակցությունում չկա։ Եվ ձեր խմբակցությունների ես ձերի մասով վստահ չեմ, բայց մյուս խմբակցությունը ապօրինի գույքի բռնագանձման օրենքով ահռելի մեծ մի հատ պորտֆոլիո ունի։ Ես այն ժամանակ էլ եմ դրա մասին խոսել։ Այն ժամանակ ես ունեցել եմ հաղորդումներ, որ հրապարակախոսական, որոնք եղել են գողապետության մասին են եղել այդ բաները։ Այդ գողապետության ներկայացուցիչները այսօր